Առաջին ուղղությամբ բավական մեծ աշխատանք գնաց, Հայաստանից Արցախ գործուղվեցին եւ նաեւ Արցախում ձևավորվեց մի շարասյուն, որը ամեն ինչ յուրաքանչյուր հնարավոր առիթ հակառուսականություն սևեռելու բնակչության մեջ անում էր եւ այդ մարդկանց անունները բոլորին հայտնի է, հա, սկսած Արայիկ Հարությունյանից, վերջացրած Արտակ Բեգլարյանից, Գուրգեն Ներսիսյանից, դա կառավարող կազմի մեջ եմ ասում, վերջացրած որոշակի ակտիվիստներով, հա, Օսիպյաններ եւ այլն եւ մնացածներ։ Բայց զուգահեռ ուղղությամբ նաեւ գնում էր մի process, որտեղ Հայաստանը փորձում էր այնպես անել, որ այդ երրակողմը նաեւ իր մասով չկատարվեր։ Ես հիշում եմ, որ Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահ մի օր դուրս եկավ, ասեց, եկեք այդ 9-րդ կետը ամեն դեպքում սկսենք կատարել, որովհետեւ Լաչինի Միջանցքի աշխատանքը նաև կախվածությունի դրանից կատարվեցին որոշակի անհասկանալի քայլեր, օրինակ Բերձորի հանձնումը եւ առանց կոմունիկացիաներ տեղափոխելու այդ հանձնումը, որը ադրբեջանցիներին ավելի մեծ առիթ տվեց վերահսկել այդ ճանապարհը եւ ի վերջո նաև որոշակի գործողությունների պատճառով հիմա դա հատուկ էր արվել թե անհասկանալի պատճառով Արցախ հանգավ շրջապատման մեջ ընդհանուր շրջապատումից 2-3 ամիս առաջ քպական падգամավոր արտահայտեց մի կարծիք, որը պաշտոնական կարծիք էր, որ Հայաստանը այլևս ոչ տնտեսապես, ոչ ռազմական առումով իզորու չի ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը։ Այսքանով ուղղակի մեսեջ ուղարկվեց Ադրբեջանին, որ ինչ ուզում եք արեք, մենք չենք խառնվելու։ Եվ եկավ հասավ այն իրավիճակին, երբ որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, Հայաստանը ոչ չի մասնակցել այդ էսկալացիային եւ հասարեն ձեռներ նված եւ թողեց Արցախը մեն-մենակ, հյուծված Արցախը մեն-մենակ ադրբեջանցիների հետ։ Զուգահեռ Հայաստանը Պրագայում ստորագրեց մի փաստաթուղթ, որտեղ ճանաչեց Ադրբեջանի իշխանությունը եւ Բերձորի Միջանցքի հանդեպ եւ նաեւ Արցախի հանդեպ շատ վատ իրավիճակի մեջ գտնելով ռուսական կողմին, որտեղ ասեն ռուսական կողմի ներկայությունը Արցախում արդեն կախված էր Ադրբեջանի բարի կամքից եւ ռուսական կողմը որևէ այլ քայլ չէր կարողանում ձեռնարկել, որտեղ փաստացի Հայաստանի ղեկավարը մի երկիր, որը պարտավոր էր ապահովել Արցախի անվտանգությունը, ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում եւ դրա մասին խոսել էր եւ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ ամեն ինչ արվեց, որպեսզի Ռուսաստանը ցանկության դեպքում էլ չկարողանա օգտագործել այն գործիքակազմը, որը օրինակ ինքը ունեցել էր այն թույլ գործիքակազմը, որը ինքը ունեցել էր նույնիսկ 2020 թվականին Արցախ մտնելիս։ Ռուս խաղաղապահները Արցախին ուղղակի եւս 3 տարի կյանք պարգևեցին, ավել եւ ավելի շատ կպարգևեն, եթե այդպիսի բանը չլիներ, թե process-ը լիներ այնպիսին, ինչպեսին գծել էր Վլադիմիր Պուտինը 2020 թվականին, իսկ դա նաեւ Ռուսաստանի պլանն էր, մենք բոլորս գիտենք, որ խաղաղապահները պետք է մնային Արցախում անժամկետ, իսկ Արցախի կարգավիճակը պետք է քննարկվեր սերունդներ հետո, որովհետև այդ վիճակում անհնար էր որևէ, այսպես ասենք, պատվաբեր որոշում անել հայկական կողմի վրա, որը փաստացի հյուծված էր եւ կիսապարտված վիճակում էր։ Բացի ներմասով ամեն ինչ արվեց, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից եւ մեղադրվի եւ մենք տեսանք մեղադրանքները միանգամից շարունակվեցին, իսկ հիմնական նպատակը, գերնպատակը այստեղից ռուսական ներկայությունը հանել, Ռուսաստանին արդեն դուրս հրավիրեցին Սյունիքից, Ռուսաստանի զորքերին, հա, որոնց Փաշինյանը կանչել էր 2020 թվականին, որպեսզի իրենք պաշտպանեն Հայաստանի սահմանների անվտանգությունը եւ Սյունիքի տարածքից իրենք դուրս եկան, Զվարթնոցից դուրս եկան, ԿՊՊ-ներից Իրանի եւ Թուրքիայի դուրս եկան, հաջորդ քայլը իմ կարծիքով լինելու է Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ խնդրանք ռուսական սահմանապահ զորքերին լքել ուրեմն Հայաստանի տարածքը եւ ի վերջո արդեն հարց առաջանալու է բազայի մասին, ումից է պաշտպանում մեզ բազան, եթե նա պաշտպանում մեզ թուրքերից, ապա թուրքերը մեր լավագույն բարեկամներն են։